Ավետարանս Հովհաննեսի 12-րդ գլուխ 12-րդ հարմարից մինչ 19-րդ խոսքեր ընթերցենք։ Հետևյալ օրը շատ ժողովուրդ, որ տոնին եկած էին, երբ լսեցին, թե Հիսուս Երուսաղեմ կուգա, արմավենի ոստեր առին ու ելան զանիկա դիմավորելու։ Եվ կաղաղակեին, Օվսաննա, օրհնյալ է Իսրայելի թագավորը, որ Տիրոջ անունով կուգա։ Հիսուս ավանակը գտնելով անոր վրա նստավ, ինչպես գրված է. մի վախնար, ով Սիոնի աղջիկ, ահա քու թագավորդ կուգա, Իշու ավանակի վրա նստած։ Անոր աշակերտները առաջ չիմացան այն բաները, բայց երբ Հիսուս փառավորվեցավ, այն ատեն մտաբերեցին, թե այս բաները անոր համար գրված էին։ Եվ թե իրենք այս բաները ըրին անոր։ Իրեն հետ եղող ժողովուրդը կվկայեր, թե նա Ղազարոսը գերեզմանից դուրս կանչեց եւ մեռելներեն հարուցանեց զանիկա։ Ասոր համարալ ժողովուրդը զանիկա դիմավորեց, վասնզի լսեցին, թե անիկա այս հրաշքը ըրած էր։ Իսկ փարիսեցիները իրարու կսեին, կտեսնեք, որ օգուտը չենք կրնար ընել, ահա բոլոր աշխարհը անոր ետև են գնաց։ Եթե այսօր փարիսեցիները այս եկեղեցում լինեին, դժվար թե այս խոսքերը ասեին։ Օգուտը չենք կարող անել, որովհետև ահա ամբողջ աշխարհը նրա ետևից գնաց, որովհետև մեզանից շատերս չունենք այդ գիտակցությունը այսօր ինչ օր է, եւ փոխարեն գնանք նրա ետևից, ուր որ է ինքը, իսկ ինքն ասեց այնտեղ եմ, ուր որ իմ անունով են հավաքված, անգամ են փոքրաթիվ մարդիկ, ուր որ իմ անունով են հավաքված, բայց մենք ցավոք սրտի ավելի նախընտրում ենք տունը սերիալ դիտել, կամ ինտերնետով միանալ քարոզ լսել, կամ մեր բասկոցին հենված լինել, մի քիչ հանգստանալ, կամ մի երկու կոպեկ ավելի փող աշխատել այս օրով, կամ մի քիչ կոկորտներս ցավում է, խզվում է, մնանք տունը, կամ քթներիցս մի պուճուր գալիս է, մնանք տունը, կամ գերեզմանների օր է, գերեզմաններ պետք է գնանք, Հիսուսն ասեց թողեք մեռելները մեռելներին թաղեն։ Դու գնա արքայության ավետարանը քարոզի։ Ցավոք սրտի 1700 տարի քարոզում ես ամեն ինչը, բայց դեռ չկանք այնտեղ չենք, տեղ չենք ասել։ Եվ եթե մի 1700 տարի էլ Հիսուս իր գալուստը ուշացնի, վստահություն չունեմ, որ կարող է մեր ազգի մեջ, մեր ժողովրդի մեջ ինչ-որ բան փոխվի, որովհետև ինչպես մարգարեները ասացին հրեա ժողովրդի համար, թե սրանք խստապարանոց ժողովուրդ են, ավելի ճիշտ Աստված ասաց, սրանք խստապարանոց ժողովուրդ են, նույնն էլ այսօր պետք է ասվի մեր ազգի, մեր ժողովրդի համար, մենք խստապարանոց ժողովուրդ ենք։ Ինչ է նշանակում խստապարանոց։ Այն որ ըմշամարտիկը չի կարողանում վիզը բռնի են դիմացինը, որտեղ վիզը շատ հաստ է։ Այնուամենայնիվ Տիրոջը սիրողները Տիրոջ հետևից են գնում։ Եվ փարիսեցիները իրենց ողջ կրոնական կարողություններով, նյութական կարողություններով, իշխանությամբ չկարողացան ետ պայել, կանգնեցնել այդ հոս բազմությանը դուրս գալու եւ դիմավորելու փառած թագավորին։ Ինչու՞, որովհետև ունեին վկայություններ, որ ճշմարտապես սա է Մեսիան, ճշմարտապես սա է Փրկիչն աշխարհի։ Ասում է, որովհետև դրա այդ եղողները վկայում են, որ նա Ղազարոսին հարություն տվեց։ Այդ գնացողները վկայություն ունեին։ Գնում են նրանք Հիսուսի հետևից, ովքեր վկայություն ունեն, ովքեր մեռած էին եւ հարություն են առել, եւ գիտեն, որ իրենք մեռած էին, եւ գիտեին, որ իրենք ոչինչ էին, գիտեին, որ իրենք հող ու մոխիր էին, բայց Հիսուս իրենց կենթանացրել է։ Դրա համար այսօր ուր էլ որ լինի Հիսուս,
Կարևոր չէ հեռավորությունը, կարևոր չէ տարածությունը, կարևոր չէ պայմանները։ Ես պիտի գնամ, իրական վերստին ծնվածը պիտի գնա նրա ետևից։ Փառավորելու նրան, մեծարելու նրան, տարածություն, հեռավորություն, խնդիրներ, հոգսեր, տրանսպորտ եւ այլն, սրանք բոլորը երկրորդական են։ Ճշմարիտ քրիստոնյայի համար հետևից էին գնում։ Ամբողջ իշխանությունը դեմ էր Հիսուսի։ Ամբողջ հրեական այդ հզոր մեքենան կրոնական դեմ էր Հիսուսին։ Այդ ժողովուրդը ելավ եւ նրան թագավոր հռչակեց։ Արքա հռչակեց։ Ինչու՞։ Որովհետեւ վկայություն ունեին։ Որովհետեւ վկայություն ունեին, որ նա է, ով հարություն է տվել Ղազարոսին։ Նա է, որ մեռելներին է կենդանացրել։ Այսօր մենք ունենք այդ վկայությունը, թե ոչ։ Այսօր դու ունես վկայություն, թե ոչ։ Եթե մեկը քեզ հարցնի ինչու ես գնում Հիսուսի հետևից, ինչ ես պատասխանելու։ Ինչ ես պատասխանելու։ Մեր պապերը գնացել են, ես եմ գնում։ Թե այսօր ուղակի ուռենու ճյուղերով այդպես հատուկ տոն է։ Եկեղեցիների առջև մեքենաքշել չի լինում, որովհետև բոլորը ուռենու ճյուղ են վաճառում։ Մարդիկ իրենց օրհնությունը դրա հետ են կապում։ Դրա հետ են կապում։ Այնինչ օրհնությունը Հիսուսին դիմավորելու մեջ է, Հիսուսին փառաբանելու մեջ է, Հիսուսի ետևից գնալու մեջ է։ Այսօր մեր պատգամի թեման Հիսուսի մեսիական մուտքը Երուսաղեմ։ Սա պարզ հասարակ իրադարձություն չէր, սիրելիներ։ Սա հինգտակարանյան մարգարեությունների, բազմաթիվ մարգարեությունների իրականացված լինելու հռչակումներ։ Հինգտակարանում, հին ուխտում բազմաթիվ մարգարեություններ կան Մեսիայի վերաբերյալ։ Սկսած Ծննդոց գրքից, 3-րդ գլուխ, 15-րդ համարը, երբ մարդը մեղանչեց, 3-րդ գլուխ, 15-րդ համարը մենք տեսնում ենք, որ Աստված թշնամություն է դնում կենոջ ծերունդի եւ օծի միջև, ասում է դու նրա գարշապարը կխայտես, բայց նա քո գլուխը կջախջախի։ Այստեղից սկսվում է մարգարեությունը, դեռևս Եդեմական պարտեզից Աստված հայտնում է Մեսիայի գալստյան մասին, փրկչի գալստյան մասին, մարդկային ցեղը փրկելու նրա նպատակի մասին։ Պիտի գար կնոջ սերունդը։ Ով էր կնոջ սերունդը։ Նա, որ տղամարդու սերմից չծնվեց, այլ կնոջ որովայնում ծնվեց Սուրբ Հոգուց, եւ նա է Հիսուս Քրիստոսը։ Մարգարեությունները շարունակվում են։ Ծննդոց 12, 13 Աստված ասում է Աբրահամին, որ քո սերունդով բոլոր ազգերը պիտի օրհնվեն։ Քո սերունդով բոլոր ազգերը պիտի օրհնվեն։ Նոր Կտակարանում Պողոս առաքյալը մեկնաբանում է Գաղատացիս նամակի մեջ, որ ասում է Աստված ոչ թե քո սերունդներով, այլ քո սերունդով նկատի ունենալով Հիսուս Քրիստոսը։ Նրանով պիտի օրհնվեն բոլոր ազգերը։ Ծննդոց 49:10 Հակոբը երբ օրհնում էր որդիներին, հատուկ օրհնություն է ուղում Հուդային, հայտնելով, որ Հուդայից պիտի սերվի Մեսիան, Հուդայից պիտի գա ազատարարը, Հուդայի սերունդից պիտի գա փրկիչը։ Եվ այդպես էլ մենք տեսնում ենք, որ Հուդայի սերունդից եկավ հենց Հիսուս Քրիստոսը, փրկիչն աշխարհի։ Դարձյալ մարգարեությունները շարունակվում են։ Երկրորդ Թագավորաց 7-րդ գլուխ 12 եւ 13 համարներում մենք տեսնում ենք, որ Աստված օրհնում է Դավթին եւ ասում է նրան, որ քո աթոռդ, քո թագավորությունդ հավիտյան պիտի անեմ։ Հավիտենական աթոռ պիտի լինի։ Բայց նա նկատի չուներ նրա ֆիզիկական աթոռը, ֆիզիկական թագավորությունը, որովհետեւ նրա ֆիզիկական թագավորությունը իր արդեն թորների օրոք մասնատվեց եւ ընդամենը մի քանի 100-ամյակ հետո լրիվ կործանվեց։ Այլ այն հոգևոր թագավորությունը, որ Դավթի որդին պիտի հաստատեր, Դավթի որդին պիտի նստեր գահին։ Դրա համար Նոր Կտակարանում Հիսուս հաճախ կոչված էր Դավթի որդի։ Նա ում թագավորությունը հավիտյան պիտի մնա։ Դարձյալ բազում մարգարեություններ խոսում են Հիսուսի ով լինելու մասին, նրա Մեսիա լինելու մասին։
Օվսիա մարգարեն 11-րդ գլուխ առաջին համարում ասում է, Աստված ասում է, սիրեցի իմ որդուն, անոր համար ես կանչեցի նրան Եգիպտոսից։ Մանուկ Հիսուսի վերադարձը Եգիպտոսից, երբ նա տարվել էր այնտեղ, քանի որ Հերովդեսի կողմից հալածանքի էին ենթարկում մինչև 2 տարեկան Բեթլեհեմացի բոլոր արու զավակները, արու երեխաները։ Բազում մարգարեություններ։ Եսայի մարգարեություն 7-րդ գլուխ 14-րդ խոսք։ Գույսը կհղանա եւ որդի պիտի ծնանի եւ նրա անունը Էմանուել պիտի կոչենք։ Գույսը կհղանա, որդի պիտի ծնի եւ նրա անունը Էմանուել պիտի կոչենք։ Երբ որ Տերը կոչենք, երբ որ հրեշտակը երևաց Հովսեփին, ճիշտ այս խոսքերն ասաց։ Ճիշտ այս խոսքերն ասաց, որ որդի պիտի ունենաս եւ նրա անունը Էմանուել պիտի կոչես։ Եվս մեկ մարգարեություն հիշատակենք Մաղաքիա 5-րդ գլուխ 2-րդ համար, ասում է ով դու Բեթլեհեմ, բնավ փոքր չես, քո եղբայրների մեջ քանզի ասում է քեզանից պիտի ելնի Իսրայելի թագավորը։ Այստեղ էլ մարգարեանում է, որ Իսրայելի թագավորը Մեսիան պիտի ծնունդ առներ Բեթլեհեմից Դավթի քաղաքից։ Եվ բոլոր այս մարգարեությունները, ես ընդամենը փոքրաթիվ մարգարեություններ հիշատակեցի կտակարանից, բազմաթիվ մարգարեություններ կան, որոնք ամբողջությամբ իրականացավ Հիսուսի կյանքով, եւ սա մարդկորեն անկարելի էր, որ 100-ամյակներ առաջ, 1000-ամյակներ առաջ հնչած մարգարեությունները մեկ առ մեկ, կետ առ կետ իրականանար մեկ անձի կյանքում։ Այս ամենը վկայում էին, որ Հիսուսն էր Մեսիան, ճիշտ նա էր խոստացյալ փրկիչն աշխարհի։ Սակայն Իսրայելի հոգևոր առաջնորդները, հրեա հոգևոր առաջնորդները դժվարություն ունեին ընդունելու Հիսուսի Մեսիա լինելը։ Նրանք ամեն կերպ հակադրվում էին նրա հետ, ամեն կերպ մերժում էին Հիսուսին եւ չէին ուզում ընդունել նրա Մեսիա լինելը, նրա առաջնորդ լինելը։ Խնդիրն ինչ էր? Խնդիրն այն էր, որ Մովսեսի գահին սխալ մարդիկ էին նստած։ 5 տակարանում եւս մեկ մարգարեություն, երկրորդ օրինաց 18-րդ գլուխ 15-րդ համարն ասում է. Քո Տեր Աստվածդ քո եղբայրներուդ մեջ են, ինձի պես մարգարեմը պիտի հանե քեզի, անոր մտիկ ըրեք։ Աստված այս մարգարեությունն անում է Մովսեսի բերանով, Մովսեսի շուրթերով։ Քո Տեր Աստվածդ քո եղբայրներուդ մեջ են, ինձի պես մարգարեմը պիտի հանե քեզի, անոր մտիկ ըրեք։ Ինչպես Մովսեսը, որպես Աստծո մարգարե, Տիրոջից ստանալով կենթանի խոսքը, պատգամները, ժողովրդին փրկեց Եգիպտոսի գերությունից, կործանումից փրկեց բազմաթիվ հրաշքներով, այդպես եւ Տեր Հիսուս Քրիստոսը բազմաթիվ հրաշքներով եկավ փրկելու համար մարդկությունը, Աստծո ժողովուրդը փրկելու համար, կործանումից, մեղքի գերությունից։ Եգիպտոսը 5 տակարանում մեղքի գերության խորհրդանիշներ, մեղավոր աշխարհի խորհրդանիշներ։ Ինձի պես մի մարգարե պիտի հանի քո եղբայրներուդ մեջ են, Աստված, նրան մտիկ ըրեք, աղավասիկ նա, որին պետք էր մտիկ անել։ Բայց ցավոք սրտի Մովսեսի գահին սխալ մարդիկ էին նստած, սխալ մեկնություններ տալով, սխալ ուղղորդումներ տալով, մարդկան ժողովրդին շփոթեցնելով։ Մատթեոս 23 առաջին երկու համարներն ասում է այն ատեն Հիսուս խոսեցավ ժողովուրդներուն եւ իր աշակերտներուն ու ասաց. Մովսեսին աթոռը դպիրներ եւ փարիսեցիներ նստած են։ Մովսեսի աթոռին դպիրներ ու փարիսեցիներ են նստած։ Ուրեմն ինչ որ ձեզ ասում են, պահեք, պահեցեք ու ըրեք, բայց անոնց գործենուն պես մի ըրեք, վասնզի կսեն ու չեն ըներ։ Մովսեսի աթոռին ովքեր էին նստած։ Սխալ մարդիկ։ Երբ որ հոգևոր գահին սխալ մարդ է նստած լինում, սխալ մարդիկ են նստած լինում, հոգևոր պաշտոնի սխալ մարդիկ են նստած լինում, ժողովուրդը մոլորվում է։ Ժողովրդի վիճակը այսպես է լինում։ Լավ բաներ ասում են, ընեշի վատ բաներ են ասում,
Բայց չեն անում իրենց ասածը։ Իսկ ժողովուրդն ավելի ազդվում է ոչ թե խոսքերով, այլ գործերով, արարքներով, որովհետև եթե արարքներն ու խոսքերը իրար հակադրության մեջ են մտնում, մարդկանց ուղեղի մեջ այնտեղ կայծակներ են լինում, կարճ միացումներ են տալիս եւ հիասթափություններն են գալիս, հավատուրացությունն է գալիս, դրա համար հավասիկ ազգովի հավատուրացել ենք։ Այսօր եկեղեցիները լի պետք է լինեին։ Այստեղ ասեղ գցելու տեղ պետք է չլիներ։ Այդ գահը Հիսուսի գահն է։ Որտեղ Հիսուսն ասեց. ձեր եղբայրների միջից Աստված ինձի պես մարգարե պիտի հանի, նրան լսեք։ Դա Հիսուսին էր վերաբերվում։ Այդ մարգարեն Հիսուսն էր։ Նա պիտի առաջնորդեր ժողովրդին, նա պիտի դառնար ժողովրդի հոգևոր առաջնորդը։ Բայց գահին ուրիշ մարդիկ էին նստած։ Հոգևոր առաջնորդության գահին պետք է Հիսուսը նստի, ոչ թե մարդը։ Մարդը լոկ ծառա է, բայց գահակալը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ժողովուրդը ելավ Հիսուսին դիմավորելու։ Վերադառնանք մեր ընթերցած հատվածին։ Հետևյալ օրը շատ ժողովուրդ, որ տոնին եկած էին, երբ լսեցին, թե Հիսուս Երուսաղեմ կուգա, արմավենի ոստեր առին ու ելան զանիկա դիմավորելու եւ կաղաղակեին, Օվսաննա օրհնյալ է Իսրայելի թագավորը, որ Տիրոջը անունով կուգա։ Ժողովուրդը հասկացավ, ժողովուրդը գիտակցեց, որ սա է նա, որ արժան է Մովսեսի գահին նստելու։ Սա է խոստացյալ Մեսիան։ Մեսիա կամ հրեերեն Մաշիախ, որ նշանակում է օծյալ կամ կատարյալ տիրակալ, որին հարյուրամյակներ սպասել է ժողովուրդը։ Ելան դիմավորելու Հիսուսին։ Մեծ ուրախությամբ արմավենու ոստեր առեն, ելան դիմավորելու ճիշտ այնպես, ինչպես որ հաղթանակներ տոնած արքաները, կայսրերը մարտի դաշտից վերադառնում էին իրենց հարազատ քաղաք եւ այդպես էին ժողովուրդը դիմավորում, ինչպես այսօր օլիմպիական մրցումներից, երբ մեր սպորտսմենները բարձր տեղեր են գրավում օդանավակայանում, ինչպես են դիմավորում նրանց, չէ, դափնեպսակներով, ծափահարություններով, զուռնա-դհոլով, այդպես ելան Հիսուսին դիմավորելու, շատ ավելի ճոխ։ Գահակալներն իրենց տեղում էին, կրոնական գահին նստածներ փարիսեցիները իրենց գահին էին, Հերովդեսը իր գահին էր, բայց ժողովուրդը հասկացավ, որ սրանք սուտ են։ Էս է իսկական արքան, սա է իսկական թագավորը։ Եվ կարծես նրանց գոյությունը ոչինչ համարեցին ու ելան իրական թագավորը դիմավորելու։ Սա այն ինչ որ նրանք գոչում էին ուրախությամբ Օվսաննաներ գոռում, սա Զաքարիա մարգարեության խոսքերն են, Զաքարիա մարգարեության միջոցով, Զաքարիա մարգարեի միջոցով հնչած խոսքերն են, որ ուզում եմ անդրադառնալ կրկնությունն այս խոսքերին։ Ինչու եմ այս ճամփորդությունն անում 5 կտակարան, նոր կտակարան, որպես փաստ, որ Հիսուսն է ճշմարիտ Մեսիան, ճշմարիտ ազատարարը։ Զաքարիա 9:9 հեշտ է հիշվում, չէ՞։ Մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղակիր, ով Երուսաղեմի աղջիկ, ահա քու թագավորդ քեզի կուգա, անիկա արդար ու փրկիչ է։ Հեզ է եւ իշու վրա հեծած, եւ իշու ձաքի ավանակի վրա։ Ալելույա։ Նախ մարգարեն ասում է մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, մեծապես ուրախացիր նշանակում է գիտակցիր պահի կարևորությունը, գիտակցիր ով է նա, որ այսօր մուտք է գործում Երուսաղեմ, ում ես դիմավորում, ով է նա, մեծապես ուրախացիր։ Մենք հաճախ չենք ուրախանում, քանի որ չգիտենք ում ենք ելել դիմավորելու, ով է նա, ինչ հեղինակություն ունի նա։
Նրա ծնունդով գրված է երկնքում հրեշտակներ ուրախացան, ցնծացին, փառաբանում էին նրան, երբ որ նա ծնունդ առավ։ Երբ որ նա երկինք համբարձվեց, հրեշտակները երևացին Հիսուսի հետևորդներին, մխիթարեցին, հույս տվեցին։ Մեծապես ուրախացիր, սիրելի եղբայր եւ քույր, որովհետև քո փրկիչն է եկել, որովհետև քո փրկիչն է այսօր քո դուռը եկել, քո սրտի դուռը թակում եւ ուզում է ներս գա, մեծապես ուրախացիր։ Ցնծա, սա նշանակում է, որ նա իր գալուստով վեր է առնում սուքը, վեր է առնում տառապանքը, վեր է առնում վշտերդ, վեր է առնում մեղքերդ, վեր է առնում նա։ Նա բերել է քեզ կյանք, նա բերել է քեզ հավիտենական հույս, ուստի մեծապես ուրախացիր։ Ես չգիտեմ այս կյանքում ինչ կարող է ավելի ճշմարտապես ուրախություն պատճառել մեզ մարդ արարածներից, քան Տեր Հիսուս Քրիստոսի մուտքը մեր կյանք։ Դավիթ թագավորը իր բոլոր կորուստների մեջ ամենածանրը ողբում էր իր փրկության ուրախության կորուստի համար։ Եվ խնդրում էր, ասում էր, իմ փրկության ուրախությունը ինձ վերադարձրու։ Չկա ավելի մեծ ուրախություն, քան փրկության ուրախությունը, քան Տեր Հիսուս Քրիստոսն ունենալու ուրախությունը։ Մենք մարտարարածներս այս աշխարհի վրա ուրախություն ենք փնտրում։ Իրական ուրախություն ենք փնտրում, փորձում ենք ամեն բան։ Երեկ ուշ երեկոյան մի տեսանյութ էի նայում, բանտարկված 25 տարեկան երիտասարդ, որ 6 տարի բանտարկված է։ Ինչի համար, որովհետև թմրանյութեր էր տարածում քաղաքի մեջ։ Թմրանյութեր էր տարածում։ Եվ ասում ուրախություն էի փնտրում։ Սրա մեջ էր փորձել գտնել այդ ուրախությունը։ Բայց խոստովանեց, որ չէր գտնում, եւ դա կործանարար եղավ իր կյանքի համար։ Եվ հորդորում էր, որ որևէ մեկը ձեռք չտա, չմոտենա անգամ դրան, որովհետև դա կեղծ ուրախություն է։ Դա իրական ուրախություն չի։ Այդ լրագրողը հարցազրույց է, փառք Աստծո, տեսեք, մեկ-մեկ լավ լրագրողներ են լինում, լուրջ գործով զբաղված։ Հարցազրույց էր վերցնում տարբեր բանտարկյալներից, որոնք որ օգտագործել են թմրանյութեր։ Եվ ասում է, ինչ էիք զգում, ասում է, սկզբնական սկզբի պահին ուրախություն ես զգում, բայց հետո մարում է դա եւ գալիս է ծանր վիճակը, ծանր հոգեվիճակը։ Կեղծ սուտ ուրախություն, իրական ճշմարիտ ուրախությունը, որ մարդու հոգին կարա վերապրի այս աշխարհի վրա, մշտատև երջանկության զգացողությունը, դա Հիսուս Քրիստոսի մուտքն է իր կյանք։ Դրա համար ասում եմ, մեծապես ուրախացի, որովհետև այսօր քեզ շանս է տրված, այսօր Տեր Հիսուս Քրիստոսը կանգնած է քո դռան առջև, ինչպես նա ոսկե դարպասներից ներս մտավ Երուսաղեմի, այսօր էլ քո սրտի, չէ՞ որ սա է ամենաթանկ դարպասը մեր կյանքի։ Ում ասես մուտք ենք թողնում այս սիրտ։ Ում ասես, հետո ինչ ավերածություններ են գործում։ Այն հույսով ենք թողնում, որ սա ուրախություն ու երջանկություն կմտնի մեր կյանք, բայց արդյունքը ինչ է լինում։ Տեր Հիսուսն այն միակն է, որ երբեք քեզ չի հուսահատեցնի, երբեք քեզ հուսախապ չի անի, դրա համար մեծապես ուրախացիր, քանի որ Հիսուսն է այսօր քո սրտի, քո կյանքի դարպասների մոտ կանգնած եւ թակում է, ուզում է ներս մտնի։ Մեծապես ուրախացիր։ Ով Սիոնի աղջիկ, Սիոնի աղջիկը Երուսաղեմն է։ Ով Սիոնի աղջիկ, Երուսաղեմ։ Երուսաղեմը, որ հազար ու մի տեսակի տառապանք ու ցավ է տեսել պատմության ընթացքում, ավերածություններ, թշնամիներ, ովքեր ասես որ չեն մտել Երուսաղեմ ու քանդել, ավիրել, դարձյալ վերականգնվել է, դարձյալ քանդվել է։ Հիմա ասում է, մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ով Երուսաղեմ, որովհետև այս թագավորը, որ մուտք գործեց քո կյանք, քո քաղաք, նա երբեք չի թողնելու ավերածություն այնտեղ։ Նա իր պաշտպանության եւ հովանու տակ է առնելու քո կյանքը։ Ցավոք չուրախացավ Երուսաղեմը, կարճ տևեց նրա ուրախությունը, ընդամենը մի քանի օր տևեց նրա ուրախությունը։ Մովսեսի գահին նստածները կարողացան ժողովրդին մոլորեցնել, կարողացան ժողովրդին խաբել։ Անդիմությունը կարողացավ ոտքի կանգնել եւ մոլորեցնել ժողովրդին։ Եվ փառքերի Տիրոջը խաչեցին, ընդամենը մի քանի օր հետո։ Դրա համար Տեր Հիսուս Երուսաղեմ մտնելուց առաջ այս խոսքերն է ասում Ղուկաս 19:41-44 Երբ մոտեցավ քաղաքը տեսնելով լացավ անոր վրա եւ ասաց Հիսուսը երբ մոտենում էր Երուսաղեմին դեռ այդ փառքերին չարժանացած դեռ այդ ծափարություններին չարժանացած
դեռ Օվսանաների չարժանացած, լացեց ասում եմ, երբ մոտեցավ քաղաքը տեսնելով, լացեց անոր վրա եւ ասաց. Գոնե այս քո օրվանդ մեջ գիտենայր քո խաղաղությունդ։ Բայց հիմա ծածկվեցավ քո աչքերիցդ, վասնզի օրեր պիտի գան քո վրատ, երբ թշնամիներդ քո 4 կողմը պատնեշ պիտի շինեն, եւ քեզ պիտի պաշարեն, եւ ամեն կողմը քեզ նեղը պիտի ձգեն։ Եվ հիմնահատակ պիտի անեն քեզ, ու մեջդ եղած զավակներդ ամենևին քարը քարի վրա պիտի չթողնեն։ Քո մեջդ, քանի որ չճանաչեցիր քո այցելությանդ ժամանակը։ Աստվածաշնչում երկու տեղ կա, որ հիշատակվում է, որ Հիսուս լացեց։ Մեկը, երբ իր ընկերը, իր բարեկամը, Ղազարոսը մահացավ, բայց նրա լացի պատճառն այդքան այն չէր, որ իր ընկերը մահացել էր, այլ տեսնելով նրա հարազատների, նրա քույրերի սուքը եւ գուցե անհավատության լացը մարդկանց, որ ցավ էր նրա սրտին։ Երկրորդ տեղը, որ գրված է, որ Հիսուսը լացեց, այս դեպքն է։ Մի ժողովուրդը պատրաստում էր ուրախությամբ դիմավորելու, Հիսուս լացում էր։ Ինչու էր լացում, ասում է, որովհետև չճանաչեցիր քո խաղաղությանը, քո փրկությանը ժամը չճանաչեցիր։ Գոնե այս քո օրվանդ մեջ գիտենայր քո խաղաղությունդ։ Գոնե իմանայր քո խաղաղությունդ։ Գոնե հասկանայր, որ սա է քո փրկության օրը։ Հիսուս շատ լավ գիտեր, որ ընդամենը մի քանի տասնամյակ հետո 70 թվականին Երուսաղեմը սուրբերի քաղաքը, մարգարեների քաղաքը, քաղաք, ուր Աստծո գահը կար, ուր Աստծո տաճարը կար, սուրբ սրբոցը կար, պիտի պղծվեր, պիտի քանդվեր, պիտի ավիրվեր, Տիտոս կայսրը մուտք պիտի գործեր, նախ զորավար, հետո կայսր, եւ հետո ամբողջ Երուսաղեմը ոտնատակ պիտի աներ, ու սպաներ, ոչնչացներ, բնաջինջ աներ։ 70 թվից մինչև 1948 թիվը այս ժողովուրդը պանդուխտ եղավ ամբողջ աշխարհով մեկ։ Մինչև ըստ մարգարեության դարձյալ վերականգնեցին իրենց պետականությունը 1948 թվականին մայիս ամսին։ Եվ բոլոր այս տառապանքը բնաջնջվեցին, ինչերի մեջով ասես չանցան։ Ինչու? Որովհետև չիմացան իրենց այցելության ժամը։ Չհասկացան, որ սա վերջին այցելությունն է։ Մեզ թվում է, թե միշտ մեզի այցելելու է, չէ՞։ Մենք մեր ուզած կյանքը կարանք ապրենք, մենք մեր ուզած մեղքերի մեջ կարանք թաթախվենք, միևնույն է Աստված ողորմած է մեզ միշտ այցելելու է։ Հետո եթե հանկարծ մի բան էլ ինչ չլինի, մի հատ քահանա կկանչենք, մեր համար աղոտ կանի, ինքը Ձախակոմյանից մեզի կտեղափոխի Աչակոմյան։ Սա է մեր մոլորությունը։ Գահի նստածները այսպես խաբել են ժողովրդին։ Այդպես չի, մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել եւ դրանից հետո դատաստան, ու երկրի վրայից մենք ոչ մի փոփոխություն չենք կարող անել այնտեղ երկնքում։ Ուրեմն պարտավոր ենք գիտակցել մեր այցելության ժամը։ Ինչ գիտես, ինչու համար է Աստված կամեցել, որ դու այսօր այստեղ նստած լինես եւ այս խոսքը լսես, այս պատգամը լսես։ Ինչ գիտես, ինչու համար, գուցե հենց սա է քո այցելությանդ օրը։ Գուցե այսօր է Տեր Հիսուս քո սրտի դուռը թակում, որ դու ճանաչես, հասկանաս, որ սա է քո հավիտենական խաղաղության ընդունելու ժամը։ Այսօր Մեսիան եկել է եւ ուզում է քո կյանքից ներս մտնել։ Ով Երուսաղեմի աղջիկ։ Երուսաղեմի աղջիկը եկեղեցին է։ Եկեղեցի պիտի ցնծաս եւ ուրախ լինես, որովհետեւ դու օրհնված ես, որովհետեւ Քրիստոսը քո Տերն է, քո Աստվածն է, քո Փրկիչն է, որովհետեւ ոչ մի թշնամի չի կարող կործանել այն արքայությունը, որ հաստատված է քո սրտում, քո հոգում։ Փառավորիր ու մեծարիր նրան ամեն վարքյան ու թույլ մի տուր, որ որևէ մեկ հարց, որևէ մեկ խնդրի, որևէ մեկ երկրավոր ֆիզիկական հոգս, ցավ, չգիտեմ, կարիք, հանկարծ քեզ խանգարի դիմավորելու նրան, մեծարելու նրան։ Ասում է նա արդար եւ փրկիչ է։ Ցնծա եւ ուրախ եղի, որովհետեւ նա արդար եւ փրկիչ է։ Աշխարհիս վրա արդարություն գոյություն ունի։ Ոչ, բայց արդարությունը
Դա բնածին պահանջ է մարդուս համար։ Բնածին պահանջ է մարդուս համար։ Այս աշխարհը արդար չէ։ Եթե դու կարծում ես արդարությունը սիրեցիր, արդարության հետևեցիր, ուրեմն քո կյանքում ամեն ինչ արդար է լինելու, ճիշտ է, սխալվում ես եղբայր եւ քույր։ Աշխարհիս վրա արդարություն գոյություն չունի։ Ոչ մի բան արդար չէ այս կյանքում։ Մեկն է միայն արդար։ Մեկն է միայն արդար։ Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Նա արդար է։ Ուրեմն դու կարող ես ամբողջությամբ հենվել, ամբողջությամբ ապավինել, ամբողջությամբ հուսալ նրան, որովհետև նա արդար դատաստան է տեսնում, բայց եւ փրկիչ է։ Նա, որ զղջումով, խոստովանությամբ կգա իր առաջ, կընդունի նրա իշխանությունը իր կյանքում, նա պատրաստ է ոչ թե արդարությամբ վարվելու քեզ հետ եւ իմ հետ, այլ իր ողորմությամբ փրկելու մեզ։ Նրա աջ կողմում խաչված ավազակը ըստ արդար դատաստանի արժան էր մահվան եւ կորստյան։ Բայց բավական էր, որ նա գիտակցեց իր մեղավորությունը եւ հայցեց Տեր Հիսուսից փրկություն, ասելով Տեր հիշիր ինձ, երբ որ գաս քո արքայությունով, խոնար սրտից բխած մի աղերս, մի խոստովանություն, նրա ետևում չկային բազում արդար գործեր, որ Աստված էլ արդարացներ նրան, բայց կար զղջացող սիրտ, փրկչին դիմող աղերս, հավատով, եւ անմիջապես արժանացավ Տեր Հիսուսի ողորմածությանը, եւ նա ասեց. ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր ինձ է դրախտում կլինես։ Այսպես նա փրկիչ է, նա պատրաստ է ներելու իմ եւ քո բազում մեղքերը, ահավասիկ Մեսիան, ասում է նա հեզ է եւ ավանակի վրա նստած։ Անիկա արդար ու փրկիչ է, հեզ է եւ իշու վրա հեծած եւ իշու ձաքի ավանակի վրա։ Շատերին հետաքրքրում է, թե ինչու համար Հիսուս ավանակի վրա նստեց։ Ինչու համար նա նախընտրեց քաղաք մտնել ոչ թե ձիուն հեծած, այլ ավանակը հեծած։ Սա շատ կարևոր խորհուրդ է իր մեջ պարունակում, որին ուզում եմ անդրադառնալ սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Պետք է արձանագրենք, որ սա լոկ այդ պահին հասանելի տրանսպորտային միջոց չէր։ Սա իր մեջ մեծ խորհուրդ պարունակող արարք էր։ Պատահականություն չէր Հիսուսի ավանակ նստելը եւ անգամ հարյուրամյակներ առաջ մարգարեացվել էր, որ նա ավանակի վրա նստած պիտի մտներ քաղաք։ Ինչու՞։ Հիսուս որպես արքա եկել էր հիմնադրելու երկնքի արքայությունը։ Երկնքի արքայության հիմնադրումը իր մեջ ներառում է երկու փուլ։ Առաջին հոգևոր փուլը, երկրորդ ֆիզիկական փուլը։ Նախ հոգևոր արքայության հաստատումը։ Ղուկասի ավետարան 17-րդ գլուխ 20-21 համարներ։ Ժողովուրդ հետևում եք խոսքին։ Երբ փարիսեցիները իրեն հարցրեցին. Աստծո թագավորությունը երբ պիտի գա։ Պատասխան տվավ անոնց եւ ասավ. Աստծո թագավորությունը դրսեն երևացած բաներով չի գար։ Օր մնալ պիտի չսեն թե ահա հոս է կամ ահա հոն է, վասնզի Աստծո թագավորությունը ձեր ներսդին է, ձեր ներսում է։ Փարիսեցիների հարցը պատահական հարց չէր, սիրելիները, որովհետև նրանք սպասում էին Մաշիախին, Մեսիային, սպասում էին, որ պիտի գար եւ հաստատեր Աստծո թագավորությունը, վռնդելով թշնամիներին, կոնկրետ հռոմեացի տիրակալներին։ Եթե դու ես իրական Հիսուսը, ասա տեսնեմ, թե երբ ես պատրաստվում վտարել Սուրբ երկրից, Պաղեստինի տարածաշրջանից, Իսրայելից, Երուսաղեմից, երբ ես դու պատրաստվում դուրս վտարել հեթանոս պիղծ տիրակալներին։ Սա էր նրանց հարցի խորհուրդը։ Նրանք այսպիսի Մեսիային սպասում եւ առ այսօր սպասում են։ Տեր Հիսուս ոչ երկիմաստ, ուղիղ, բաց,
պարզ, ընկալելի պատասխան տվեց նրանց։ Գիտեք, երբեմն Տեր Հիսուս առակներով էր խոսում, երկիմաստ էր խոսում, այսպես, գիտեք, պետք է շատ մտածես, որ հասկանաս ինչ է ասում։ Այս դեպքում նա շատ հստակ պատասխան տվեց, ասաց նրանց. Աստծո թագավորությունը դրսեն երևացած բաներով չի գար։ Օր մնալ պիտի չասեն, թե ահա այստեղ է կամ ահա այնտեղ է, վասնզի Աստծո թագավորությունը ձեր ներսդին է, ձեր ներսում է Աստծո թագավորությունը։ Եվ այսպես Աստծո թագավորությունը նախ պիտի հաստատվի ներսում, մարդու ներսում։ Որովհետև ավերածությունը տեղի ունեցել մարդու ներսում։ Նախքան Եվան ձեռքը կերկարեր եւ այդ պտուղը կուտեր, նախքան նա ֆիզիկական ակտ իրականացներ անհնազանդության, իր սրտում տեղի ունեցավ անհավատության մեղքը։ Քանի որ չհավատաց Աստծո խոսքին, որ ասաց, որը ուտես պիտի մեռնես։ Ներսը եղավ ավերածություն։ Ուրեմն Աստծո թագավորությունը նախ պետք է վերականգնվի մարդու ներսում, որովհետև կապ չունի դուրսը ինչ պայմաններ են, կապ չունի մենք ինչ տեսակ քաղաք ենք ստեղծել, ինչ տեսակ երկիր ենք ստեղծել, ինչ լավ օրենքներ ենք հաստատել, ինչ լավ թագավոր ունենք, տիրակալ ունենք, եթե մենք ներսից փտած ենք, փողոցները ամեն օր մաքրեն, մեկը մենք էլի կեղտոտելու ենք այդ փողոցները։ Եթե մենք ներսից փտած ենք, մեր շենքերի վերելակները տարին մեկ վերանորոգեն, մենք մեկը էլի ավիրելու ենք։ Էլի ինչ որ մեկը գալու է, չէ՞, այդ կրակայրիչը վերցնի եւ այդ կոճակները այրի։ Որտեղ ներսը փտած է։ Ու կապ չունի դու ինչքան ծառ ես ուզում տնկել։ Եթե մարդու ներսը փտած է, այդ ծառը կտրելու է։ Այդ ծառը ավիրելու է, ծառը ջարդելու է։ Ինչու՞, որտեղ ներսն է փտած։ Ներսն է փտած։ Ու կարևոր չի այս երկրի ղեկավարն ով է։ Կարևոր չի, ով ուզում է լինի։ Ես ձեզ ասում եմ, Միքայել հրեշտակապետը մարմին առնի, գա Հայաստան աշխարհը ղեկավարի, այս երկիրը երկիր չի դառնա, որովհետև քանի դեռ մեր ներսը փտած է, քանի դեռ փչացած է ներսը, մեր մարդու ներսը փչացած է, արտաքին փոփոխությունները ոչինչ են։ Դրա համար Հիսուս նախ աշխատում է մարդու ներսի հետ։ Հոգևոր արքայությունը մարդու ներսում պետք է հաստատվի։ Հովհաննես ավետարան 3-րդ գլուխ հրաշալի զրույց է տեղի ունենում մի փարիսեցու հետ, որի անունը Նիկոդեմոս էր։ Հովհաննես ավետարան 3-րդ գլուխ 3-րդ համար։ Պատասխան տվավ Հիսուս եւ ասավ անոր. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզի, եթե մարդը նորեն չծնանի, չի կրնար Աստծո թագավորությունը տեսնել։ Նիկոդեմոսին է ասում, որը փարիսեցի էր, կրոնական առաջնորդ։ Մեկը չի կարող Աստծո թագավորությունը տեսնել, մինչև նորից չծնանի։ Տեսնելը ֆիզիկական գործողություն է։ Դու չես կարող այդ ֆիզիկական Աստծո արքայությունը տեսնել, եթե այսպես կոչենք, հա, ֆիզիկական բառ օգտագործենք, այնինչ ֆիզիկական չէ դա։ Բայց դու չես կարող այն տեսնել, քանի դեռ ներքին ծնունդ, վերստին ծնունդ, հոգևոր ծնունդ չես վերապրել։ Դրա համար Տեր Հիսուս եկավ նախ, որպեսզի մարդուն հոգևոր ծնունդ տա։ Դրա համար նա ասեց Աստծո թագավորությունը նախ ձեր մեջ պետք է լինի, ձեր ներսը պետք է լինի։ Եթե դու չունես հոգևոր ծնունդ, մի հուսա տեսնելու ֆիզիկական Աստծո թագավորությունը։ Նա չեկա որպես նվաճող։ Խոնար, ասում է ավանակի ձակի վրա, որովհետև նրա գործը մարդու սրտի հետ էր։ Սուրով, ձիով, չես կարող գաս մարդու սրտի հետ գործ անես։ Խոնարհաբար։ Եվ միջև վերստին չծնվես, երկնքի արքայությունը չես կարող տեսնել։ Դրա համար Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 33 համարն ասում է. նախ խնդրեցեք երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը, մնացած բոլոր բաները ձեզ կտրվի։ Նախ փափագեք ունենալ երկնքի արքայությունը ձեր ներսում։ Ոչ թե շատ փող ունենաք, լավ գործեր ունենաք, լավ մեքենաներ ունենաք, լավ տներ, ոչ թե սա պետք է լինի մեր առաջնային։ Կարաս ունեցի, խնդիրը դա չէ։ Բայց սա չպետք է լինի մեր առաջնայինը։ Ամենակարևոր պետք, ամենակարևոր կարիքը մարդու դա երկնքի արքայությունն ունենալն է իր ներսում, որովհետև ում է պետք, որ մարդն ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կործանվի։
կորսնցնե իր հոգին։ Արևմտայերեն այդպես է ասում։ Աստված նախ ստեղծել է հոգևոր աշխարհը։ Աստծո խոսքն ասում է, որ երևույթական բաները ստեղծվեցին աներևույթ բաներից, ուստի եւ նախքան երևույթապես Աստծո թագավորությունը կգա, նախ աներևույթ կերպով այն պետք է հաստատվի։ Մեր ներսը, մեր ներքին մարդը պետք է վերածնվի, այստեղ նոր մարդ պետք է ծնվի։ Նոր մարդ, մեղավորը պետք է մեռնի ապաշխարությամբ, դարձով, խոստովանությամբ եւ նոր մարդ Հիսուս Քրիստոսով պիտի ծնունդ առնի մեր մեջ։ Նոր մտածելակերպ, նոր արժե համակարգ։ Դու ունես վերստին ծնունդ։ Աստծո թագավորությունը հաստատված է քո սրտում, թե ոչ, սիրելի բարեկամ։ Սա ամենակարևոր հարցն է։ Այս հարցը պետք է լուծենք առաջին հերթին մեր կյանքում։ Նախ Քրիստոսի արքայությունը հաստատված է իմ սրտում, որովհետև ճուղ կդնենք գլխներից, ճուղ չենք դնի, եկեղեցի կգնանք, մոմ կվառենք, չենք վառի։ Այս ամեն ինչը երկրորդական, 10-րդական բաներ են, եթե մենք չունենք վերստին ծնունդ։ Ու վերստին ծնունդը որոշակի ծիսակարգերով չի կատարվում, թանկագին բարեկամներ։ Վերստին ծնունդը տեղի ունենում ճշմարիտ իրական ապաշխարությամբ եւ դարձով, իրական հավատով Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ադամը նախքան կկորցներ ֆիզիկական դրախտը, նախ կորցրեց Աստծո հետ եղած հարաբերությունները։ Նախքան դրախտից կվտարվեր, ինքը թաքնվեց, երբ որ Աստծո ձայնը լսեց։ Որովհետև այդ հարաբերություններն էր կորցրել։ Չես կարող ապրել դրախտի մեջ, չունենալով հարաբերություններ Աստծո հետ։ Դրա համար Տեր Հիսուս եկավ նախ վերականգնելու այս հարաբերությունները։ Աշակերտները խնդիր ունեին հավատալու։ Ոչ միայն փարիսեցիները, աշակերտները նույնպես Ղուկաս ավետարան 9-րդ գլուխ 42-ից 45 համարներ։ Երբ կմոտենար, դևը Զանիկա գետինը զարկավ ու սաստիկ ցնցեց։ Իսկ Հիսուս սաստեց պիղծ հոգին եւ բժշկեց տղան ու Զանիկա իր հորը տվավ։ Ամենքը կզարմանային Աստծո մեծամեծ գործերի վրա։ Քանի որ ամենքը կզարմանային, լսեք, Հիսուսը ըրած բոլոր գործերուն վրա անիկ ասավ իր աշակերտներուն. Դուք այս խոսքերը մի մոռանաք։ Վասնզի որդին մարդով պիտի մատնվի մարդկանց ձեռքը։ Բայց անոնք չէին իմանար այս խոսքերը եւ անոնց մեջ ծածկված էր, որովհետեւ չհասկանան ու կվախենային, որ այն խոսքին համար, որ իրեն հարցնեն։ Ինչ ասա։ Հիսուսը մեծ գեր հզոր հրաշքարեց։ Դևը հանեց մարդու մեջ, դևերը էս կողմ են կողմ եւ այլն, աշակերտները ապշասնես նայում են, էսով է։ Էսի չէր անում։ Մի օր ծովերի վրայով է քայլում։ Մի օր մեռելին է հարություն տալիս։ Մի օր էլ ելելա դևերին հանում, շպրտում, էս կողմ, են կողմ եւ էսով է։ Ու երբ ասում է տեսավ նրանց զարմացած, ապշած, տեսեք ինչ է ասում, սառը ջուր է լցնում գլխներին։ Սառը ջուր է լցնում գլխներին։ Տեսեք ինչ է ասում։ Դուք այս խոսքերը մի մոռանաք։ Հանկարծ այս ձեր տեսածները մոռացության չմատնեն ձեզ։ Այս խոսքերը չմոռանաք։ Եվ որոնք են այդ խոսքերը։ Վասնզի որդին մարդով պիտի մատնվի մարդկանց ձեռքը։ Բայց անոնք չէին իմանար այս խոսքը եւ անոնցում է ծածկված էր, որովհետեւ չհասկանան ու կվախենային այն խոսքին համար, որ իրեն հարցնեն։ Ինչու համար Հիսուսն ասաց այս խոսքերը չմոռանաք, մարդու որդին պիտի մատնվի մարդկանց ձեռքը։ Որովհետև այնքան ոգևորված էին Հիսուսի ըստ տեսանելի արած գործերով, հրաշքներով, որ մտածում էին, հեսա արքայությունը հիմնելու է, հեսա տեսանելի արքայությունը հիմնելու է, որովհետև ով կա նրա նման, որ կարա նման գործեր անի։ Դրա համար մոտեցան Հիսուսին, այսինքն Տեր այս ժամանակին պետք է հաստատես արքայությունը։ Հիսուսն ասում է, այս խոսքերը չմոռանաք։ Մարդու որդին պիտի մատնվի, որովհետև առանց այդ մատնության, առանց այդ խաչելության, առանց իր կյանքը զոհաբերելու Աստծո արքայությունը չի կարող հաստատվի ձեր կյանքերից ներս։ Այս դևը դուրս է գալիս, այն մեռելը հարություն է առնում, այն կաղը բժշկվում է, կուզը կորչում է, սրանք ոչինչ են, եթե մարդը կուզ ունի իր սրտում։ Եթե մարդը դևերի հետ նստած նարդի է խաղում իր սրտում։ Եթե մարդը կաղ է իր հոգում, եթե մարդը մեռած է իր հոգում,
Այն դերսի մեռելին հազարատ մեռել էր հարություն 10, էլի մեռնելու է, քանի դեռ ներսը մարդու հարություն չի առել։ Մի մոռացեք, մարդու որդին պիտի խաչվի, դրա համար ավանակով է եկել։ Շատ էլ որ դուք ինձ ճանաչում եք, հասկանում եք, որ ես արքան եմ, բայց ես միսիա ունեմ կատարելու, առաքելություն ունեմ, ես պետք է այդ արքայությունը հիմնեմ մարդու սրտում, մարդու հոգում։ Հիսուսի արած զարմանահրաշ գործերը չպետք է ստվերեն նրա աշխարհ գալու բուն առաքելությունը։ Սա կարևոր է։ Հիսուսի արած զարմանահրաշ գործերը չպետք է ստվերեն նրա աշխարհ գալու բուն առաքելությունը։ Հրամանոց ասում այս խոսքերը չմոռանաք։ Այս արածներս հանկարծ պատճառ չդառնան, որ դուք մոռանաք բուն իմ գալու պատճառը։ Եվ ասում են վախենում էին, չէ՞։ Ուշադրություն դարձրեցիք, բայց անոնք կվախենային, որ այն խոսքին համար իրեն հարցնեն։ Թե ինչու համար է այս խոսքն ասում։ Վախենում էին։ Գիտեք ինչու էին վախենում։ Վախենում էին լսել ճշմարտությունը։ Վախենում էին իմանային ճշմարտությունը եւ իրենց բոլոր հույսերը, այդ մարդկային հույսերը, որ ունեն, որ արքան է եկել է ֆիզիկական թագավորությունը Աստծո հաստատի, հանկարծ դա փշրվեր։ Լուկաս 9:54-ից 56 համարներ։ Երբ իր աշակերտները Հակոբոսն ու Հովանեսը իմացան, ասին անոր. «Տեր, կուզես, որ ըսենք երկնքեն կրակ իջնի ու սատկեցնե զանոնք, ինչպես Եղիանալ ըրավ»։ Մեջբերումն արեցին Սուրբ գրքի, սրանք հաստատ մկրտական էին։ Հիսուս դարձավ հանդիմանեց զանոնք, ասավ. «Չեք գիտեր, թե ինչ հոգու տեր եք դուք։ Վասնզի որդին մարդու չեկավ մարդկանց հոգիները կորսնցնելու, հապա փրկելու»։ Եվ ուրիշ գյուղ գնաց։ Եկել են Սամարիայի կողմերը, սամարացիները չընդունեցին Հիսուսին։ Սամարիայի գյուղերից մեկն էին մտնում ու որ պատրաստություն տեսնեն, բայց նրանք չընդունեցին Հիսուսին։ Աշակերտներն ջղայնացան, ուզես երկնքից կրակ իջացնենք, սրանց այրենք եւ այլն, այք էլի։ Ունեն իշխանություն, ունեն։ Էս են Հիսուսի հույսով լուրջ թեմաների մեջ են մտնում։ Թե ոնց ես երկնքից դու կրակ իջացնելու, եթե Աստված չանի, ինչպես Եղիան արես, դες Եղիան արես, դու ինչ պակաս տղա ես, դու էլ արա։ Ասում եք դուք էլ չգիտեք ինչ հոգու տեր եք, չգիտեք որ մարդու որդին ինչի համար է եկել։ Հրեաները մինչև հիմա սպասում են այնպիսի մեսիայի, որ երկնքից կրակ է իջացնելու։ Պաղեստինցիներին այրի։ Հələ չեն էլ սպասել մեսիան գա, բայց արդեն այրում են պաղեստինցիներին։ Հետո մյուսներին, հետո հերթով sense բոլորին, էլ ով որ խելոք չի մնում, իրանց դուդուկի տակ չի ապարում եւ այլն, բոլորին այրել են տալի։ Հիսուսն ասաց չգիտեք ինչ հոգու տեր եք դուք, որտեղ մարդու որդին չեկավ աշխարհ, որ աշխարհը կործանի, որ դատի աշխարհը, այլ որ փրկի մարդկանց։ Հիսուս դարձյալ կոտրեց աշակերտների հույսերը, մարմնական հույսերը, վերահաստատելով իր արքայության հոգևոր բնույթը։ Գործք առաքելոց առաջին գլուխ 6-8 համարները անգիր փորձենք հիշել։ Դարձյալ, երբ Հիսուս արդեն երկինք պիտի համբարձվեր, մոտեցան աշակերտներն այսին Տեր, այս ժամանակ պիտի հաստատես Իսրայելի թագավորությունը։ Էլի այդ մտքի վրա էին, ֆիզիկական թագավորություն էին ուզում։ Հիսուսն ասեց ձեզ չէ տրված իմանալ ժամերն ու ժամանակները, հապա սպասեք մինչև երկնքից զորություն կառնեք Սուրբ Հոգու մասին խոսելով, երբ որ Սուրբ Հոգին ձեր վրա գա, իմ վկաները պիտի լինեք Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում եւ աշխարհի 4 ծագերը։ Ինչի համար, որպեսզի երկնքի արքայությունը տարածեք աշխարհով մեկ, մարդկանց կյանքերում, մարդկանց սրտերում, նախ պետք է հաստատվի հոգևոր իշխանությունը նրա, մարդկանց կյանքերում, մարդկանց սրտերում, որից հետո պիտի գա Հիսուս երկրորդ անգամ աշխարհ ֆիզիկական արքայությունը իր հիմնադրելու։ Ղուկաս 22, 28-30 Եվ դուք անոնք եք, որ միշտ ինձի հետ կենայք իմ փորձություններուս մեջ, ես կուխտեմ ձեզ թագավորությունը, ինչպես իմ հայրը ինձ թագավորությունը տալ ուխտեց, որպեսզի դուք իմ սեղանես ուտեք, խմեք իմ թագավորությանս մեջ, աթոռների վրա նստեք Իսրայելի 12 ցեղերը դատելու։ Հիսուս իր աշակերտներին ուխտեց թագավորություն։ Ինչպես իմ հայրը ինձ թագավորություն ուխտեց, այդպես էլ ես եմ ձեզ ուխտում,
գալու է օրը, երբ դուք նստելու եք իմ գահին եւ դատելու եք Իսրայելի 12 ցեղերը։ Սա արդեն խոսքը վերաբերվում է ֆիզիկական թագավորության։ Հիմա մենք Իսրայելի 12 ցեղերը դատելու իշխանություն չունենք։ Բայց գալու է օրը, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս գա, իր երկրորդ գալուստով իր թագավորությունն է հաստատելու աշխարհի վրա եւ իր իշխանությունը տրվելու է եկեղեցուն։ Այն տեղի ունենալու նրա երկրորդ գալուստով։ Այս խոսքերն Հիսուսն ասաց իր մահվան նախօրեին։ Սա նշանակում էր, որ սրանով ամեն բան չի ավարտվում, սրանով ամեն բան սկսվում է։ Վերջացնենք։ Գնանք հայտնության գիրք։ Հայտնություն 19, 11-ից 16 համարներ։ Պատրաստ եք։ Այստեղ նկարագրված է Հիսուսի երկրորդ գալուստը։ Հիմա լսեք։ Տեսա երկինքը բացված եւ ճերմակ ձիմը։ Ոչ թե ավանակ, այլ ձի։ Անոր վրա հեծնողը հավատարիմ ու ճշմարիտ կկոչվի։ Արդարությամբ դատաստան կտեսնի ու կպատերազմի։ Անոր աչքերը կրակի բոցի պես էին, անոր գլխու վրա շատ թագեր կային։ Ու գրված անունը ուներ, որ մեկը չէր գիտեր, բայց միայն ինքը։ Լսեք, արյունով ներկված հանդերձ մահակել էր։ Անոր անունը բանն Աստծո էր։ Եվ երկնքի մեջ եղող զորքերը անոր ետևեին կերթային, ճերմակ ձիերով, ճերմակ ու մաքուր բեհեզներ հագած։ Անոր բերնեն սրած սուր մկելներ, որպեսի անով ազգերը զարնե, եւ ինքը երկաթե գավազանով պիտի հովվե զանոնք, ու ամենակալ Աստծո սաստիկ բարկությանը գինին հնձանը ինքը պիտի կոխե, եւ իր պատմուճանի վրա եւ իր ազդրին վրա գրված գիրմը ուներ, թագավոր, թագավորած եւ Տեր, Տերանց։ Այս անգամ պիտի գա աշխարհ, ոչ թե ավանակ հեծած, այլ ճերմակ ձին հեծած, պատերազմելու, արդար դատաստան տեսնելու եւ իր սուրբերի բանակը ճերմակ հանդերձներ հագած իրենց կեղտոտ մարմնից կեղտոտված հանդերձները հանեցին ու նրա ոտերի տակ նետեցին, երբ Հիսուս Երուսաղեմ էր մտնում։ Մերկացան իրենց աղտոտ գործերից, նետեցին Հիսուսի ոտքերի տակ, իրենց փառքը, իրենց գեղեցկությունը, իրենց անունը, իրենց շնորհները, ամեն ինչ Հիսուսի ոտերի տակ նետեցին։ Ու մեկ է տեսնում ենք հայտնության գրքում, այս մերկացածները հագել են սպիտակ ճերմակ հանդերձներ, սարբության հանդերձներ, ու հետևում են արքայից արքային, տերերի տիրոջը։ Նրա հաղթական երթը անպայման լինելու է, անպայման գալու է, իր թագավորությունը հաստատելու այս աշխարհի վրա, ու այս անգամ ոչ թե ավանակով է գալու, այլ գալու է իր ճերմակ ձին հեծած, իր սուրբերի բանակի հետ միասին, միայն թե այսօր ընդունիր նրան, որ եկավ իր կյանքը քեզ համար տալու, սիրտդ բացիր, ապաշխարիր, հռչակիր նրան որպես հոգուտ Տեր, կյանքիդ Տեր, որպես եւ արժանանաս նրա ֆիզիկական, հավիտենական արքայության մեջ բաժին ունենալու։ Տերը օրհնի ձեզ։ Ամեն։ Խոնարհում եւ երկրպագություն քեզ, ամենակալ Աստված մեր։
որքան քեզ փառք տանք, դարձյալ քիչ է։ Փառքերի արժան մեր Տերն ու մեր Աստվածը։ Այսօր հռչակում ենք քեզ Տեր տերերի եւ Թագավոր թագավորած ու ծաղկունքով գարնանային անուշաբույր մեր սրտի աղոթքներով երկրպագություն ենք մատուցում, դու որ բազմել ես այսօր մեր սրտի գայերին։ Շնորհակալ ենք, որ քո թագավորությունը տարածեցիր մեր հոգիներում եւ մեր աղերսն է, ում սրտում դեռ քո իշխանությունը տարածված չէ, աղաչում եմ համոզիր այդ հոգիներին, որ դարձի գան ու ապաշխարեն, որ ընդունեն քեզ, թողնեն իրենց մեղավոր կյանքի ընթացքը եւ ճանաչեն քեզ որպես կյանքի Տեր ու Փրկիչ։ Ու գիտենք, որ քո իշխանությունը պիտի տարածես աշխարհի վրա, պիտի կործանես սուտը, կեղծիքը, սուտ մեսիան եւ պիտի հռչակես քո արքայությունը աշխարհիս վրա։ Արժանացնում ես Տեր այդ օրվան Տեր, մեզ հավատարմություն շնորհիր, որ մնանք մինչև վերջ հավատարիմ քեզ։ Պահապան եղիր այս խոսքը լսողներին հոգևոր կյանքի ընթացքի մեջ եւ դարձյալ աղերսս է Տեր, ովքեր որ դեռ քեզ չեն ճանաչում, ովքեր դեռ քեզ չեն հաշտվել, ապաշխարության հոգիով այցելիր։ Հիսուսի սուրբ ու պատվական անունով եմ խնդրում։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։